Ամալիա Հայկի Ղազարյան։ Ինչ բողոք ունեք, որ ուզում եք անպայման, որ մենք բարձրաձայնենք։ Առաջի խնդիրը, որ ինքը գտնվում է։ Ով ինքը, կասեք ով։ Խաչատրյան Խաչիկ Մեխակի որդիս։ Ինքը գտնվում է Արմավի քրեակատարողականի բուժմասում էր փորկած, բազմաթիվ հիվանդություններով։ Այդ հիվանդությունները բոլորը բժիշկների կողմից արձանագրվել է, հիվանդանոց ապարկել, հենց քրեականից են ուղարկել հիվանդանոց ապարկել, բժիշկների եզրակացությունները բոլորը իր մոտ այդ բոլոր դոկումենտները։ Ինքը Որտեղ մնացել է 3 տարի, որ ավարտվի իր բանտարկությունը, ինքը պետք է մնա անպայման բժիշկների հսկողության տակ, այսինքն բուժմասում։ Իմի իր ճնշումը բարձրացնելուց մինչև 260։ Ինքը մեր Պուշկին չունի, Պուշկին վիրավորվածության ժամանակ Պուշկին հեռացրել են, Սոմանի վրա վիրավորվել է, ինքը առաջի խմբի հաշմանդամա, զին հաշմանդամա, ինքը։ Մեր Պուշկին այս մարդուն ընդամեն ծառայում, մեր Պուշկի վիճակն այդքան էլ լավ չի։ Վերջ, այդ է, բոլոր դոկումենտների ինչ մասի խոսում եմ, դոկումենտները Խաչիկի մոտ է։ Բժիշկների ստորագրությունով, ամեն ինչով ստուգված ամեն ծերի։ Հիմի ինչ են անում։ Հիմի ինձ թվում է, երևի մեկին տեղ կա տեղավորելու, որտեղ Խաչիկին ասում են դու պետք է թաս կոմեր։ Բայց այս Խաչիկը չի կարող կոմերը մոբի, որովհետև ինքը միշտ բժիշկների հսկողության տակ է։ Վերջնական եզրակացությունը բժիշկները որտեղել են, որ եկե դատարան, իր դատուրը գրած է, որ ինքը կարա կոլանքը կրի, բայց բժիշկների հսկողության տակ, անպայման։ Այդտենց է եկել վերջի եզրակացությունը։ Այդ դոկումենտները Խաչիկի մոտ է։ Իմ ասում են չի, դու պետք է թաս կոմեր։ Արդեն որոշում են կայացնում, դու պետք է բուժմասը չմնաս եւ այլ, ես տղեցել անհանգստացել եմ, ոնց ես մնաց 3 տարի գոնե տուն եմ։ Ես համ կոմերի, մտնել կոմեր 3 օր չեմ ապրի։ Ես ամեն րոպե ստենց իջում եմ չափում տեղ, են տալու ամեն րոպե ես զգուղության տակ եմ։ Ինքը բողոքի, տեսե որ իր ասացի չասնամ, բողոքի մոմենտով խնդիրների ատին է, 4 օր առաջ իրան վնասել է, կոկորտից վնասել է, այսինքն իրացնել հայտարարել է, որ եթե պետք է մեռնեմ, ավելի լավ աստենձի վնասեմ, ես ստեմ մեռնեմ, քան թե մտնեմ կոմեր։ Նիկա ես կոմերում 3 օր չեմ ապրի։ Բան են արել, տարել են, կարել են, պերել են, բան, էլի բողոքը տեղ չի ասել, չէ, դու պետք է մտնես կոմեր։ Այդ երակի տակը, երակի տեղն այլ է, ինչ այլ է, աղին արնոստություն աստացել, կարել են։ Ես այդքան բանը, որ ասում եմ, արդեն իմանալով եմ ասում, ինքնս իրան անց մոմենտ կա, որ ուրիկան թույլատրում է հարազատի հետ 5 րոպե խոսակցություն, պետական այդ բաներով, երախոսներով։ Ինքը դրանով ինձ հայտները, որ սենց է ին վերջը եկել այս վիճակն է։ Լավ, ուրեմն էդի կարել են, բերել են, իմի էլի նույն ձևի չէ, ինչ են ուզում անես, քեզի պետք է մտցնենք, դու պետք է այդհաս կոմեր, պետք է բուժկետը թողեց։ Որպեսզի ինքը մտածելով իր ամասի, որ մտակոմեր ինքը չի ապրի, նորից դիմել է ուրիշ միջոցների, բողոքի ուրիշ ծրվագթե, դե բանան հացադուլը հայտարար է, ջրադուլը հայտարար է, հենց իմի ինքը հացադուլի ջրադուլի մեջ է, հենց իմի։ Էդի Արմավիրի քրեակատարողականի բժշկական պոակում է գտնվում, բայց ինքը կարանտինի բաժինն է իմի։ Բայց իմի Խաչիկը հիվանդանոցում չէ, հիվանդանոցում էլ չեն տարել, իմի գտնվում է կարանտինայի բաժնում, նույն քրեակատարողականի բուժմասից իրան տարել են, իմի գտնվում է նույն քրեակատարողականը, բայց տարել են կարանտինի բաժին։ Կարանտին բաժին կա, որ իրան հսկում են երևի չեն մանում։ Իմի գտնվում է տե։ Արդեն եկան այսօր վիճակը վատ էր, առավոտ ինձ զանգեց, ասեց դու զանգեցի, տիկին քնարիք խոսացիր, ասի խոսացել եմ, ինքը վաղվա համար, ասի այսօր համար։ Ինձ ասել է, որ քոխել խոսացություն կունենամ, մի բան, երևի մի բան շարժվի, Խաչիկյան, քեզ պինպոն բանկարդ ուրիշ բաներ չանես, մինչև մի բան կանեմ։ Դե իմ ինքը սպասում, ասում է, այսօր ինքան վատ եմ, որ եղել եմ կոյնում, արդեն գնում եմ, մեկ չեմ կարում ոտի վրա կոյնեմ, դե մարդը
Ինքան ացածումը ոչինչ մորտեկոնը ասենք շապաներով իմանա, բայց ջրադուրը շատ վտանգավոր բան է։ Մանավանդ որ ինքը մեր Պուշկանի է, մանավանդ որ իրան շատ խնդիրներ կա, սերտ ինքը Երևանյան հիվանդները հաստատված է բոլորը, այդ դոկումենտները բոլորը հաստատված է, թղթերը իր մոտ է։ Այդ իմանում է քրեակատարողականի բույս վարչության պետը, այդ իմանում է քրեակատարողականի Բերդի պետը, բոլորը ճանաչում են իրան, գիտեն, գաղթի բան չի, ցույց չկա դրա մեջ, ամենից ինչ ասում եմ, թղթով հարասուքով մեն ինչով ապացուցված դոկումենտները խաչքի կուշտը կա։ Հիմի ինքը գտնվում է կարանտինային։ Ես ասեցի, ես որովհետև ազգային անվտանգությունների զանգ եմ, մարդու իրավունքների զանգ եմ, ասում եմ չկա որևէ պատասխան, որևէ շարժում, որևէ խոսակցություն, որևէ բան չկա, ասում եմ չէ, ոչ մի տեղից ոչ մի բան։ Ուղղակի sense սպասողական վիճակի մեջ է ինքը։ Հիմա ես չեմ անում, ինչ ձևով կլինի, ինչ կլինի, դեմոյը մենք պատկերացնում ենք ինչ վիճակը, բայց դե ես իրան ոգևորում եմ, ցույց եմ տալիս, ասում եմ զանգեր եմ, տարբեր տեղերից զանգեր եմ, սպասի։ Հիմա ըստ խնդիրը, ասենք ինքը մի քանի անգամ դες դիմեր է գործա բանալ, հացածուլի դիմեր է, բայց 3 օրվա վրա անպայման դատախազ են կանչե, իդի 5 ցեբրիում։ Տեղը եկա, ըստ ինչ որ են չէ, 5 ցեբրիում իրան լավ ճանաչում են, լավ իրան օգնությունից ցույց տալու, իրան բժիշկները լավ ճանաչում են Խաչիկին, դե մի լավ բժիշկուի կար, միշտ եղորայքը տալիս է Խաչիկին օգնում էր, ասենք մարդկային տեսանկյունով։ Հիմա եկել են այստեղ բոլորովին անծանոթ են, այստեղ բժիշկը ուրիշ մարդ է, չեն հասկանում այստեղ ինչ ասում, կամ հասկանում են ուշադրություն չեն դարձնում, չեն մանում, բայց ամենանջիպես ինքը պատերազմի աշխատան տղա է, ինքը առաջի խմբի, էնել պարգևատրված մեդալներով ինքը շատ լավ ծառայություն անցել, կեսից ուղղակի վիրավորվել է։ Իսկ ինչի համար է ներողություն ազատազրկման դատապարտվել։ Անզգույշ սպանություն։ Մեկ անձ է սպանվել։ Հա, մեկ անձ է սպանվել, ոնց այլ է, ընկերը Ռավիլերա իրաստունը, Խաչիկին։ Խաչին է որպես իրան գեր գնացել, ցետե իրար խառնվել են, իրար հեծու չեն հասկանում բան, ինչ որ ատե այլ է վիճաբանությունը, որպես այդ տան տիրոջը օգնա, որ իրան կանչեր ատե։ Դե ինչ որ տղեն հետ վեճեր են ունեցած ինչ, դե ինքը դաստանը տեսերա որ տղեն իրան արդեն մի քիչ հետի հոգեպես ինչ է, էլ վարը կանչեր Խաչիկին տարի դաստուն, այդ երկուսը ինգեներն դերց են նստի իրար հետ։ Երևի դրա հոգեկան վիճակն է չափով է, չեմ անում, դանակը վերցրեմ, որ իրան խփա, այդ մեռնողը։ Խաչիկը տինարով արդեն ես մարդասես բաները կատարում, ուզեցե դանակը ձեռի ծառնի։ Այդ ընթացքում արդեն բռնկվել են իրար հետ։ Նույն դանակով, այդտեղի դանակով ինքը վիրավորել է։ Իրան դատապարտեցին 8 տարի, որից ինքը 3 տարի նստել, արդեն 5 տարիներ մնաց։ Կարան փողել գոներ ոչ կենտրոնում էլի, որ ամեն օր ինքը վատանում է։ Իրան մեջ այնքան բան, այնքան հիվանդություններ կա, բազմաթիվ հիվանդություններ։ Այդ հիվանդությունների կեսը ինձ առաջացավ այդ վիրավորվածությունից հետո։